Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, այս երևի թե երկար կընթանամր ես ոճի հոլովակները, որովհետև այգու գործերով զբաղվելը մի օրվա կամ երկու օրվա գործ չի, բայց ամեն անգամ կաշխատեմ ձեզ ներկայացնել տարբեր մի այլ գործողություններ, որպեսզի չհոգնեք նույնանման հոլովակներից։ Ինչ ենք անելու այսօր վարելու ենք հողը ու մի երկու թեթև բանել կամ մի բանել կցանեմ գոնե, ինչը որ շուտ է լինում։ Այսօր երևի թե վերջի շրջանում ամենատաք օրերից մեկն է ու որոշեցինք էլի այգու գործերով զբաղվել արագ-արագ։ Հիշում եք մի հոլովակում, որ այգին մեծ մաքրեցինք, բարձր այնքան ճյուղերը դարսեցինք, դե թաց է ինչ էին վառում։ Վերջապես մի քանի օր վրով անցելա, չորացելա, թաթուլը գնաց, այն ավառեց, լավ, ծուխը մելմելալի դիերմա։ Մեզ էլ բահ ունեինք, բայց երևի թե քիչ էր, խանութից էլ առանք, էսա գա սրան պոչանի ու անցնենք, սկսենք այս մոլախոտերի հետ կռիվանիլը տնանք, որքանով կստացվի։ Լավ ենք տրամադրված ու տեսնենք ինչպիսի տարիք ունենանք։ Դե ինչ, ձեզ բարի դիտում, մեզ էլ ուժուղված, որ գործ անենք։ Գնացինք։ Դժվարը մեկ կպնելն է, որ մեկ կպնի է 5 րոպեում նենց հավառելու է ահագին ճյուղերի խուրձը, որ էլ չասած։ Գնամ են պոչարած բահը թաթուլի մոտ է բերեմ, ես իմ գործն անեմ ինքն իր։ Փոփ քողերով եկա, լուրիվ լցվեց ծապակիս մեջ։ Սիրելի հետևորդներ, դե իհարկե չէի կարա այս կարմիր կապույտ բանջարները վարեմ, գցեմ հողի տակ ու մի եփելու չհավաքեմ, դրա համար էլ այսցի լավ, էտա վարելն է, սպասի արագ մի փիլի հավաքեմ, բոլորս էլ սիրում ենք ու ամեն եղանակ իրա ուտելիքները ունի էլի, որ ձմեռը վարունգ պամիդորը ինչքան էլ լինում է, այդպես է խորժակով չես ուտում, համով չի լինում, այնպես էլ եթե գարունգ է, ոնց կարելի է բանջար չուտել, յուրաքանչյուր միրգ, բանջարեղեն ուտեստ ունի իրա սեզոնը, հիմի բանջարի սեզոնն է, պիտի քաղել, եփել ու վայելել։ Մի լավ փունջել նստած հնդրեմ էլի, որ հնդրելիս, քաղելիս մի լավ թափեք տալիս, էլ հետո շատ լվանալու կարիք չի լինում, համեմատաբար քիչ եք լվանում, այդպես ասեմ, մենք էլ մաքրելուն ասում ենք հնդրել, հիմի ես նստած բանջար եմ հնդրում, վերս էլ պիտի կապեի, սապնեցվում աչքերս, ժողովրդական խոսք կա է, ասում են մենակի արածնել, գերածնել, հիմա ինչքան ուզում է ցանկություն ունենաս անելու, սիրես, չտրտնջաս միևնույնն է, մենակ վաղտ ոչ հավես ես անում, ուտես, ոչ հավես ես անում, գործ անես, բայց ընկերովի մի հատ էլ խոսք կա, չէ, ընկերովի մահը հարսանիք է, հիմա ընկերովի աչքիդ չի երևում, որ շատ գործ կա, սիրտդ չի ճաքում էլի, հույսներս դնում ենք իրար վրա, որ եթե ես չանեմ, նա կանի, նա չանի, ես կանեմ, այդպես հեշտ է անցնում։ Ինքան կապույտ են այս բանջարնին, ամենահամովնին սրանք են։ Թե չէ որ մեծանում արդեն լրիվ կանաչամ, այդքան էլ համով չի։ Լավ է, մի քիչ էլ վարենք։
այնքան արևա աչքերս չի բացվում։ Ժողովուրդ, երևի թե հողագործության մեջ ամենածանր աշխատանքը դա վարելն է։ Այս փոքր թեզաչափարար աստեղը մենք ձեռքով կվարենք, ոտքով կվարենք, որովհետև մեքենա չի կարա գա այստեղ մտնի, տեղը լավը չի, բայց այն մեծ տարածքը, որ նախկին հոլովակներում տեսել եք, այդ տարածքը անպայման այն ձեռքի վարիչներից կբերի Թաթուլը, կամ վարել կտա, կամ ինքը կվարի, մնում որ ճարենք, որովհետև որ եղանակը լավը չի եղել ու միանգամից արդեն մեկ էլ լավն է, ժողովրդի գործերը, գյուղացու աշխատանքը իրար գլխի է լցվել, իրար ձեռից խլում են բոլոր այդպիսի գործիքավոր մարդկանց, բայց հուսանք մեզ էլ հերթ կհասնի ու մենք էլ կվարենք, վերջապես որ տնամ ես երկու տեղն էլ մեր մղակը էլի, մեր այգին, որ տնամ սև հողը բաց է, էլ սենց կանաչ չի, կցանեմ էլ, կմշակեմ էլ, դժվարը այս աշխատանքն է, որը իսկապես ֆիզիկական ծանր աշխատանք է, թե ձեռքերիդ համար, թե ոտքերիդ համար, արևն էլ գլխիդ տալիս է ու անջատում, ոնց մանեմ գելի, սա հողը լցվում մեջ, դստյուր, Վրեն այս ավեդրով ես վիրուշտեղից լավ հող բիրեմ։ Վիրևից? Հա, բիրեմ։ Չել պտի բիրեմ, որ վրեն լցնեմ, ծանելից ետը։ Հիլա սարում է։ Պոցխով։ Հա, գոնը երկու հատելա պետք է։ Սիրելի հետևորդներ, իմ համար կանաչիններս ջրելու համար պատվիրել եմ ցնձուղ, որ հեշտ ջրեմ ու ինչպես տեսնում եք դեռ չի հասել ու որպեսի այդպես նոր ցանած սերմերը վեդրոյով կամ խողովակով ջրելուց հետո ինքը կարա հողի երեսն ընկնի, հողը քո ուղածից խախտվի, այդ իսկ պատճառով սարքում եմ շշից սարքում եմ ջրելու բան Ով, Թաթուլ ջան, մեխերը տես ուրա, մի հատ մեխա պետքս ես պրոպկեն, ծկծկորեմ մինչև հասնի մեր, սրացարովը կծակեմ, բաչա գուչ, սաղ տարել ած ես մատաղստի նոր, ինչով տամ մի ծանդրը բենա պետքս, տադադադամ, կարող է ես չեմ տանամ, չեք տանամ, տաղն ասացեք մի, Ես ծանոր չի, ես չի ծակի, կծակի, սա լավ էլ կծակի, ծակողա պետք, հա, ծակողմա, լավ էլ, Շատ ծակիր անենք, որ հեշտ ջրենք, մի հատ էլ մեջտեղը, տադադադամ, գնացինք, սա կծառայի ինձ, այդպես փոքր ցանքսերի ջրիչ, մինչևը
Գնամ ես էլ ջուրը բերեմ վեդրոյով, սերմս էլ ստեղա, թաթուլն էլ մի քիչ գոմաղբա բերեմ, հարթեցնեմ ենք այդ ուղղաստեղը, ավելի ենք հարթեցնեմ ու պարարտացնեմ ու սերմը գցում ենք հողի տակ, գնացինք։ Տնամ էլ ջրը մալավ եմ ծակել, թե չէ։ Հա, խաղալիք հա, բայց դե յոլա կտանի մինչև։ Մնա թողնել շլանգա խամուն տանքում սրա Դվեր դենք Դժարժն արել այլ Ես իշտարը կոխես տնիք Բահ, Արտուրն էլ կաղցրնախ Արտուրն էլ կաղցրնախ մնդիր է խելիք հետար Կամֆոտտու Վայ, ենքան արև չենք տեսել, մեկ էլ որ արևը տալիս է, մնում ենք արևի տակ ճլորած։ Էտա, մնաց մի սուտի հարթեցնենք ու մեր առաջի սերմը գցենք հողի տակ, հուսով եմ լավ բերք կտա, Հեմեննա, օբա, ես ինչքան ալավը, մնդիրը, դեհ մի անցանք հաջորդին, իստի եկնել, սանեմ, սիրելի հետևորդներ, առաջինը ցանում եմ Բոլոկը, ինչին շատերն ասում են բլոկի, բոլոկ, ռուսերեն էլ ռեդիսնա։ Ինչպես ենք ենցանում, որոշել եմ մի քիչ մարկերի տեսք ունենան, որ և վարանքի մոլախոտերը հեշտ ջոգ ենք անենք և իմանանք, որ էտա էլի։ Դրա համար մեզ օգնության հասնեմ այսպիսի մի փետի կտոր։ Իրարից շատ հեռու չենք անում, որովհետև ինչքան էլ լավ բոլոկ հաստատ բազուկ չի էլի, որ շատ մեծ լինի, այնպես որ փխրեցրած հողում, որ կարողանա գլուխ տա, գլուխը մեծանա, այ այսպես իրարից մի, այս ինչքան է, միթից չէ, մի մաքսիմում 20 սանտիմետր իրարից հեռու, մաքսիմում, այսպես արանքներ եմ անում ու անցնում ենք ցանելուն, ու գիտեք չէ, հատիկ ենք ցանելու, շատ մանր սերմեր ունի ինքը, հատիկներ ունի, այն կանաչիների նման շաղ չենք տալիս, որ հետո արանքներից չհանենք, եկեք ես քանը ցանենք, նոր շարունակենք ու արդեն ձեռնոցները ինձ կխանգարեն, դրա համար էլ ձեռնոցով չեմ անում։ Լցնում եմ ափիս մեջ ու հատ իրարից մի մատ, երկու մատ հեռու ցանում եմ։ Մի օրվա գործը, հա։ Սիրելի հետևորդներ,
շաղ տվի բրծա, ճիշտն ասած շատերը բոլոկը ուղակի այդպես աչքաչափով ոչ շատ խիտ շաղ են տալիս, հետո որ դուրս է գալիս սկսում են Ranքից որտեղ որ շատ խիտ է հեռացնել, բայց քանի որ իմ սերմը քիչ էր, ես այդպես բլբոլի չտվի, այսպես ասած, իսկ մի ինչ ենք անում, որպեսզի տաք լինի, շուտ ծլի ու շուտ դուրս գա, մենք սերմի վրայից շաղ ենք տալիս մոխիր, սովորական, վարարանի մոխիր, որ գյուղացու տանը չկա, բոլորի տանն էլ, այն հովոր ինգնի, բոլորի տանն էլ կա, որովհետև բոլորն էլ փայտի փեչ են վառում ու այս բնական լավ դրական ազդեցություն թողող մոխիրը թափում ենք էս ու են փեշի տակին Ստում էր սերմս չի հերիքի, բայց լավ էլ հերիքեց մնաց էս մի մարկ Ես էլ անենք ու ծածկենք Պետք է ինքը ենքանն է այնպես երեսը պինդ է ճիշտն ասած ինչքանով որ ես եմ տեղյակ որ պիտի 2 օրից արդեն երևա որ դուրս է եկել այնպես որ հուսանք այսպես հավես սիրով ցանում ենք որ դուրս գա էլ ավելի կոգևորվենք էլի Հիմա ինչ եմ անում, փոցխով կամ ձեռքով այդպես թեթև ծածկելու եմ, բայց բերեմ, քանի դեռ ծածկած չի, թեթև ջրեմ, որ ավելի շուտ դուրս գա։ Շիշս վարդի բրախեցի։ Սեր էսպես Հիմա ձեռնոցս դնեմ ու ամբողջը ծածկեմ Էսպես զգուշությամբ Հայ էսպես Ոչ շատ խորն ենք ծածկում, ոչ էլ Թողնում ենք, որ սերմը մնա հողի երեսին Այս տարի առաջին բերքը գցեցի հողի տակ Մեկը 1000 դառնա, չէ, սա չի շատանում Լավ առատ բերք լինի բոլորի ժողովուրդ որ Այդ շատ կարևոր է էլի որ ցանում ենք ու բերք չենք ստանում չենք հասցնում մշակենք կամ եղանակի ձեռից չենք կարում խլենք ասում ենք ով մյուս տարի էլ չենք ցանի կամ այսպես կամ այնպես Այնպես որ աշխատանքի արդյունքը որ լավն է լինում, մյուս անգամ էլ ավելի ոգևորությամբ ենք անում, էլ ավելի լավ ենք անում, բայց որ հաստատ հոգի դնեք, սեր դնեք, յուրաքանչյուր ծիլ իրա ուժի պատածի չափով ձեզ բերքատալու ու գոհեք լինելու ձեր աշխատանքից։ Այս պահին մի լավ ցնցուղ դեր չփչփալով ջրել էի, բայց դե ոչինչ, բերեմ այնքան ջրեմ, որ ամբողջությամբ հողը ջրի մեջ կորի ու անցնենք մեր հաջորդ գործին։ Առատ բերք բոլորիս։ Սիրելի հետևորդներ, լարեցի վճե տարա ցնցուղիս անցքերը մեծացրի ու արդեն տեսեք ինչքան լավ է ջրում։ Տեսեք Մի լավ, այսպես չփչփան ջրեցի Իրար հետ ենք հետևելու, գիտեք չէ, ոնց իրար հետ ցանել ենք, իրար հետ էլ գալու ենք տնանք ծլելա, ծլել չի Ահա, ընտիր Մնում է հիշեմ, որ այստեղ ցանել եմ բոլոկ Նու չհիշեմ էլ պիտի նկարահանումս միացնեմ ու տենամ Բայց հեսա թաթուլին խնդրիլ դեմ ստեղել մի տեղ սարքի Ռեհանն էլ էսոր ցանեմ
որովհետև ոնց որ թե եղանակը վաղը անձրևային է, այստեղն էլ որ ցեղ դարավ, նորից մի քանի օր պիտի սպասենք արևանի, չորանա, մեր մոտ ցեխը, շոքը, ու որ եղանակը վատացավ, իմանում ենք որ մի օրով չի, այդ որ վատացավ, հայել այդպես մի քանի օր վատ մնալու է։ Շամշադինին հատուկ բնորոշ եղանակը դա մառախուղ, անձրև, թուղ, փշախ, այդը։ Կինամ թաթուլին հելա տնամ կկյա մի հատ էլ սարքենք։ Քանի գործ կանեմ անում էլի։ Սիրելի հետևորդներ, մի հատ էլ ես սարքեմ էլի առանց թաթուլեն, մեկը թաթուլը սարքեց ու զանգեցին տեղ գնաց, շարունակեմ տնամ կարամ գլուխանամ առանց իրան թե չէ։ Ինչ եք կարծում։ Կստացվի թե չէ, ես էլ իրա պատվալից եմ թրցրել կամ կկյակ ասի իրես օգտագործել, կամ էլ դե իրան կուրսն, ինչ ուզում ասի։ Էսը, ուղիղա, այսը, են տրուբի հիմար դժվար խոսա, բայց ես ղժուժուտի հիմար բոլոր իրավունքնին ունի, բայց չկա ուրիշ բան, ինչ անեմ, կարող ասա չպահի, կարող գիտմակ, ժողովուրդ մի քիչ էլ յուրաքանչյուրի վրա էլի մի քիչ լցնում եմ սրանի, որ ցանքսը ավելի լավը լինի, բայց մի բան էլ կարևոր ասեմ, եթե գոմաղբը շատ լինի, սերմը վառվելու է ու ցանքսը դուրս չի գալու, դա էլ հաշվի առեք, այնպես որ եթե այսպիսի տեղ սարքեք, կարող է էլի հավեսի ինգնեք, բերեք լրիվ հողի փոխարեն գոմաղ պլցնեք, իմացեք, որ էդ էլ չի լավ, ամեն ինչը չափավոր, չափի մեջ, ես էլ էսպես, վայ մամաչկի շոքա, ինքան արև չենք տեսել, ձեզ մատաղ 100 անգամ ասեցի, մարդու շունչա կտրում արևի տակ, արդեցնում ենք սիրուն ու անցնում ենք ցանքսին, ժողովուրդ, որպեսզի սերմը հավասարաչ հափողի մեջ տարածվի, դե գիտեք չի, ինչքան ուզում եք այսպես աղի նման լցնեք, տնում եք միտեղ մի 5-ը ցանվեց, միտեղ մի 15-ը։ Մեզ պետք է որ սերմը խառնենք չոր որևէ զանգվածի հետ, կլինի դա մոխիր, կլինի ավազ, ինչ ուզում լինի։ Լավ խառնում եք ու արդեն հավասարաչափ տարածվելու է, տանում եք ու շաղ եք տալիս, կարող է քիչ լի, մի քիչ էլ լցնեմ։ Թարս եմ նստել կամոն, դե ինչ, տանենք ես էլ ծանենք, ձերնոսնիս էլ արդեն տենգցիլի դեռավ։ Այ հավասարաչափ մոխիրի մեջ երևում է, խառնված գնացինք։ Ընդհանրապես մարգերով ցանքսերը հեշտ է մշակվում, դրա համար սա էլ մարգերով կցանեմ, համ սիրուն ալինում, համ էլ սակարակ նրա նման շատ հեռու չանեք, որովհետև եղածը կանաչի է, իհարկե եթե լավ մշակեք ռեհանն էլ լավ բարձրանում դառնում է մեծ ճյուղերով, այն որ խանութից գնում առնում եք ձմեռվա համար չորացնում, տնում եք չէ ինչքան փարթամ լավը ու մեծ են, եթե լավ մշակում ենք ու ցավ չի տալի, եղանակը իրանց օգտին է լինում, լավ էլ բերք է էլի տալի։ Աչկաչափով էր, բայց լավ էլ պիտի տղացարի ժողովուրդ։
Մի քիչ մնաց է դել էտա։ Պստի եք մի երկու տեղ բաժանեմ ու բրցնենք։ Այսպես թեթև ծածկում ենք։ Մի քիչ էլ սեղմում, մենակ ծածկում չեք ու բրախում։ Մի քիչ էլ այդ ծածկած տեղերը սեղմում եք, որ սերմը կպչի հողին։ Չմնա հողի տակ ազատ էլի, հողից պինդ կպչի։ Ինչ հոլի, ատի պամիդոր։ Այս մեկն բոլոգ դիլիլ, են վերևը, հա, են որ կարմիր սենց կլոր, սիրուն կարմիր, ֆասոլը լոբինա, ռեդիս, կգրես կտնաս էտ ինչ, այս մեկը մել կանաչիա, բազելիկա, ռեհանվայի թեմետ էր, հա, Рехана, зелень каначья просто. Бярэ шишинори джурласру, упи айсира джириса. Чек берес. Опа. Вай бзарեցի։ Խամացել ենք է։ Ապրես։ Աշխատավորի սիրտը հովացնում ես։ Սիրտը թով կենա, Թաթուլ ջան։ Ինչա։ Ռոսի գույներ։ Հա, կրմրել եմ, չէ, շոքել եմ։ Հանեմ գերվեմ, արևիցը, հակիսել դե շոքում եմ։ Համել խամացել եմ էլի։ Բայց լետոս ինչքան դի սիրուն անալն է։ Ուզում եմ սաղ նհանանք։ Գոնե են տակին էլ երկու հատ էլ կարելի արած։ Նոր մնացածը ուրիշ սովորական։ Որովհետև ընդի դե շատ թեքեր, ընդի մի զատելա կարալ չդինք բացին անիլը։ Հաջան։ Հլա բեր մի հատ խմամ էտ ջրից, ես մարոժնին կոկորտ թաց չարավ։ Տարբեր տեղեր, այդ այնց։ Տես թե կաս տարա, շատ ապրի իմ բալեն։ Ֆերմեր են։ Այգե գործ։ Սիրելի հետևորդներ, այսօրվա հոլովակն այսքանով ավարտենք։ Ես լավ տեղին հոգնել եմ։ Ինչպես տեսակ այգուց դեռ դուրս չեմ եկել ու երեխաներս եկան դպրոցից սոված ծարավ։ Կիսատ պրատ տանը ուտելիքներ կա։ Գնամ այս անգամ այդպես հացավոր եմ ու հաջորդ ժամի համար ինչ որ համով բան պատրաստեմ։ Բոլորիդ ցանքսերը մեկը 1000 դառնա, բերքի ձեռին կրակն ընկնեք, չիմանաք թե ինչ անեք, այնքան բերք լինի, իսկ մզել ինչ ասեմ, այսպես Պրիվետ կյանք, այսպես տրամադրություն, բարձր տրամադրություն, հավեսները ստեղը լինի, որ կարողանանք մեր գործերը շարունակել։ Ովքեր նոր են միացել ալիքիս ու հավանում են հոլովակներս, բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություններ, միացեք նաև Ինչ? Ինչպես մաման այդ ասիլդի։ Հա, ինչպես նաև միացեք հրաչի սալիքին, как живется в Շամշադինե, որը ռուսալեզու է, որպեսզի ավելի շատ դիտումներ ունենա տարբեր երկրներից, որովհետև միայն հայերենով ոչ բոլորն են հասկանում։ Սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով, կանջատես արև։